Մենք այդ թելերը պետք է հերթով փուլ առ փուլ կարողանայինք կտրել։ Հապկից առնվազն արդեն պետք է դուրս գալ ոչ թե սառեցնել կարգավիճակը, մի կարգավիճակ, որը չի էլ նախատեսված հապկի կանոնադրությամբ։ Չկա այդպիսի։ Հետևաբար մենք դե յուրե շարունակում ենք գտնվել հապկում, ինչը եւս սահմանափակում է մեր հնարավորությունները ՆԱՏՕ-ի անդամ շատ ու շատ երկրներից հավելյալ տեխնոլոգիաներ ներկրել, որոնք կարող են մեզ օրինակ անվտանգության եւ պաշտպանունակության եւ մարտունակության տեսանկյունից ավելի մեծ ուրեմն աջակցություն բերել։ Երկրորդ ԵԱՏՄ-ն մեր պատկերացմամբ դա խեղդում է ընդհանրապես տնտեսության մեր բոլոր հնարավորությունները եւ Միացյալ Նահանգների հետ այսպիսի տնտեսական նախագիծ կնքելու զուգահեռ շարունակել մնալ ԵԱՏՄ-ում ուղղակի խոսում է դրանց նշանակության եւ դրանց կշիռների, դրանց արժեքների անհամապատասխանության մասին եւ վաղ թե ուշ ես կարծում եմ, որ մեր առաջ խնդիր է դրվելու նաև մեր արևմտյան գործընկերների կողմից, որ ԵԱՏՄ-ն խոչընդոտ է մեր տնտեսական զարգացմանը եւ մեծ հաշվով մենք այս ծրագրի ամբողջական իրագործման համար ընտրության առաջ են կանգնելու։